Հայաստանի բուհերի մեծ մասը շրջանավարտների զբաղվածության վերաբերյալ վիճակագրություն չի վարում։ Ինչքանով է կարևոր վիճակագրությունը կրթական գործընթացը կազմակերպելու եւ շուկային հարմարեցնելու համար։ Հայաստանում ֆրանսիական համալսարանը եւ Երևանի պետական համալսարանը այս վիճակագրությունը վարելու փորձը ունեն։ Եթե չունես այս տվյալները, կարծես թե ստացվում է, որ դու իրողությունից, իրականությունից կտրված ինչ-որ բարեփոխումներ պետք է իրականացնես, որովհետեւ տվյալահեն բարեփոխումները դրանք ամենակարևորն են։ Դա շատ կարևոր աղբյուր է տեղեկատվության, որպես մենք հասկանանք, թե որքանով էֆեկտիվ են մեր կրթական ծրագրերը։ Ջոբեյ հարթակից նշում են, որ Հայաստանի աշխատաշուկայում ամենամեծ խնդիրը կրթության պատրաստված կադրերի եւ գործատուների պահանջների անհամապատասխանությունն է։ Մարդ, որ ընդունվում է աշխատանքի, կարիք է ունենում կրկին սովորելու։ Մատենա միջազգային դպրոցի համահիմնադիր Ռուբեն Հայրապետյանի խոսքով, մինչև համալսարանները չունենան իրական ոչ ձևական պրակտիկայի համակարգ, ցանկացած վիճակագրական տվյալ կարող է մոլորեցնող լինել։ Նրա կարծիքով անհրաժեշտ է, որ պետությունը հստակ սահմանի առաջնահերթությունները եւ ձևավորի մասնագիտական պատվերներ բուհերի համար։ Երբ որ հացը բորբոսնած է լինում, դու չես սկսում հարցումներ անցկացնել սպառողների շրջանում այդ հացը ինչքանով էր լավ կամ ինչքանով վատ։ Առաջին քայլը կատարում է նա, որ այդ հացը փոխում ես։ Հայաստանում պահանջված մասնագիտությունները եւ աշխատանքները շարունակում են մնալ տեղեկատվական տեխնոլոգիաները, բանկային գործը եւ իրավաբանությունը։